Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, շարունակում ենք վերլուծել շաբաթվա կարևորագույն քաղաքական իրադարձությունները։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինա Վարդանյանին, ողջույն, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար, Տիկին Վարդանյան։ Սիրո։ Տիկին Վարդանյան, ընտրական տարին մեկնարկել է ու նախ քարոզչական փուլում մենք այս պահին ծավալվում են արդեն տարբեր տեսակի զարգացումներ, բայց այս պահին առաջինը ուզում եմ խոսել 3 տարածված տեղեկատվության մասին, որը իրականում Ազատություն ռադիոյով էր տարածվել, ռադիոկանալով էր տարածվել Հայաստանի արտգործնախարարության դիմումի մասին է Բրյուսելին, որպեսզի արագ արձագանքման խումբ ուղարկեն Հայաստան խոսքընտրությունների մասին, ընտրական process-ները մշտադիտարկելու համար։ Խոսնակը չհերքեց Անի Բադալյանը իհարկե հաստատեց նման մոտ 20 հոգանոց խումբ էլ, եթե կհիշեք, Մոլդովա էր ուղարկվել ու այնտեղ շատ ուրախությամբ ասացին, որ այդ փորձը շատ հաջողությամբ է պսակվել ու հիմա էլ Հայաստան են ուղարկելու նրանց։ Դուք սա դիտարկում եք որպես իշխանության կողմից մեր ընտրական process-ին առհասարակ արտաքին կառավարման փորձ, թե արտաքին միջամտության, որ հետո բերում են այսպես դարձնում արդեն մենք անում ենք սա հիբրիդային պատերազմներ, մի խոսքով կծավալվենք հիմա, բայց առաջինը այդ հարցին խնդրում եմ պատասխանել։ Ես իհարկե սա դիտարկում եմ որպես արտաքին միջամտության փորձ, որը արվում է հենց մեր կառավարության ձեռամբ, եւ սա թերևս առաջին գործընթացը չէ, կհիշեք, որ ընդամենը ամիսներ առաջ Կալասը հայտարարեց, որ Հայաստանին տրամադրվելու են գումարներ այդ հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու համար, հիբրիդային հարձակումների դեմ ընտրական process-ների ժամանակ, հետևաբար եւ դրան, այսինքն հաջորդած այժմ արտաքին գործերի նախարարի դիմումը այսպես շտաբ ուղարկել ռևիզորներ, որպեսզի հետևեն, թե ինչպես է Հայաստանում ընթանալու ընտրությունները, խոսում է այն մասին, որ ժողովրդի լեզվով ասած մեզ վրա մարդ են բերում, հա, այսպես կներեք իհարկե այս արտահայտության համար, ստացվում է մի իրավիճակ, որ այս իշխանությունները իրականում ցայտնոտի մեջ են եւ փորձում են ամեն գնով այսպես ստեղծել մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի վերարտադրվել։ Ես ենթադրում եմ, որ իրենք ունեն արդեն որոշակի սոցիոլոգիական հարցումների տվյալներ, այդ տվյալները իրենց իհարկե անհանգստացնում են եւ նաեւ դա է պատճառը, որ դիմում են արևմուտքին, այս պարագայում Եվրոպային, որպեսզի իրենց օգնության հասնեն, որպեսզի փրկեն իրենց իշխանությանը, իսկ այսպիսի իշխանություն ըստ էության ձեռք է տալիս բոլորին, բացի մեզանից։ Ինչու է այսպես Եվրոպան ոգևորված, ինչու է Եվրոպան արձագանքում այս դիմումներին, ինչու է գումարներ տալիս եւ այլն, որովհետեւ սա այն իշխանությունն է, որի միջոցով այս տարածաշրջանում կարելի է հասնել իրենց ցանկացած արդյունքներին եւ հետևանքներին, որոշ, ասենք, պետությունների ազդեցությունը թուլացնելու, մյուսներին ավելի ուժեղացնելու ուղղությամբ, իսկ մենք տեսնում ենք, որ Հայաստանում գնալով ուժեղանում է թուրքական եւ ադրբեջանական ազդեցությունը, որը իհարկե որին էլ հենց աջակցում են Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն համաձայն եք այն վերլուծության հետ, որ օտար կառույցի ներգրավումը կարող է իսկապես վտանգել մեր ընտրությունների լեգիտիմությունը։ Տեսեք, մենք այդպիսի փորձ փաստորեն արդեն ունենք։ Մենք Մոլդովայում տեսանք, որ իրենք միջամտեցին մոլդովական ընտրություններին, այնտեղ եղան նաև կուսակցությունների չգրանցման, այսինքն տեխնացուների չգրանցման process-ներ եւ այլն, եւ արդյունքում ունեցան այնպիսի արդյունք, ընտրությունների արդյունք, որը ձեռք է տալիս նաև Եվրոպային։ Հիմա այս պարագայում ես կարծում եմ, որ նպատակը նույնն է, ընդ որում որքան էլ որ մեր իշխանության ներկայացուցիչները դրա մասին բացահայտ չխոսեն, բայց օրինակ ունեն падգամավորներ, ովքեր որ այսպես միամտաբար միգուցե կամ դիտավորյալ հենց ակնարկում էին, որ Մոլդովայի մոդելը Հայաստանի համար այսպես եւ չեն թողնի, որ ավելին, հա, հիմա էլ հայտարարում են, որ չեն թողնի, որ Ռոբերտ Քոչարյանը եւ օլիգարխները ընտրվեն, միշտեր հարց է առաջանում, թե դուք ով եք, էլի, որ թողնեք կամ չթողնեք, որովհետեւ ի վերջո դուք եք հայտարարում, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, ժողովրդավարական պետությունը ընտրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Այո։ Բայց սա ինքնիշխանության սահմանափակում չէ, ձեր կարծիքով, կամ եթե այսպիսի մի
վերլուծություն ասեմ, թե փորձագիտական կարծիք ասեմ, կարդացել եմ, որ եթե ենթադրենք վաղը նույն մեխանիզմը առաջարկի այլ պետություն եւ այսպես շատ սադրիչ կերպով հենց անվանում են Ռուսաստանը, այսինքն եթե Ռուսաստանը մեխանիզմը առաջարկի, ինչ արձագանք կլինի այդ դեպքում եւ որտեղ է սահմանը այդ համագործակցության ու միջամտության միջև ըստ ձեզ։ Տեսեք, եթե լսենք մեր իշխանականներին, Հայաստանը երբևէ այսքան ինքնիշխան չի եղել, թեև մենք ինքներս էլ տեսնում ենք, որ Հայաստանը երբեք այսքան կախվածություն չի ունեցել եւ արդեն ոչ միայն Եվրոպայից, այլ նաեւ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Հիմա այս պարագայում այս գործընթացները իրականում հասկանալի է, որ ժողովրդավարական process-ներում իհարկե կարող են լինել համագործակցություններ, իհարկե մշտապես տարբեր միջազգային կազմակերպություններ դիտորդներ են արկել, դիտորդական առաքելություններ են իրականացվել եւ այլն, ինչը շատ նորմալ է, հա, դիտորդական առաքելությունը եւ ոչ միայն նորմալ է, այլ շատ կարեւոր է, բայց այդ արագ արձագանքումը արդեն իսկ խոսում է նրա մասին, որ մենք թույլ ենք տալիս, որ մեր ինքնիշխանությունը միջամտեն։ Հիմա ձեր ասած օրինակին, որը որ վերլուծաբանը կամ փորձագետը նշել է, հիմա իսկապես պատկերացրեք Ռուսաստանը ասեր արագ արձագանքման խումբ եմ ուղարկում։ Հիմա այն հիբրիդային հարձակումների մասին բաները, հորինվածքները կամ չգիտեմ իրենց այդ խոսույթը անմիջապես կվերածվեր նրան, որ Ռուսաստանը հարձակվում է մեր ինքնիշխանության վրա։ Այսինքն այստեղ հարցը նրանումն է, թե իրենց շահերից որն է բխում եւ այս պարագայում իրենց շահը բացառապես այս ընտրությունների ժամանակ վերարտադրվելն է, որովհետեւ սա իսկապես իրենց համար կենաց մահու խնդիր է, իրենք հասկանում են, որ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանը այնքան փորձությունների միջով են անցկացրել, որ ի վերջո գալու է պատասխան տալու ժամանակը եւ որպեսզի փոխուսափեն այդ պատասխանից բնականաբար ամեն ինչ անելու են, որ կարողանան վերընտրվել։ Այսինքն ըստ էության մեզ իրականում անհանգստացնում է ոչ թե Եվրամիության ներկայությունը, այսինքն նրանց առաքելությունը, այլ թե թափանցիկ կլինի արդյոք մեր ընտրական միջավայրը եւ ինչ արդյունք կարձանագրենք, թե դուք միանշանակ սպասում եք, որ կեղծիք լինելու է։ Եթե Եվրամիության աջակցությամբ, հա, իսկապես լինելու են թափանցիկ կտրություններ, ապա դա միայն ողջունելի է, որովհետև եթե դա լինելու է, այսպես ապահովելու թափանցիկությունը, ապահովելու ընտրությունների ժամանակ հնարավոր միջամտությունների կանխումը եւ այլն, իհարկե դա ձեռնտու է եւ դրանից շահելու են բոլորը։ Բայց գիտեք, երբ որ արագ արձագանքման ինչ որ հայտեր եւ հայցեր են ջոկատայինների տպավորություն են, այո, այստեղ տպավորությունն է ստեղծում, որ հակառակը էնել այս պահին եւ դեռ մենք նույնիսկ նախընտրական փուլում չենք գտնվում, երբ նույնիսկ այո վերջնական գրանցումներ չեն եղել, քարոզարշավ չկա եւ այլն, եւ դու հրավիրում ես մարդկանց, դա նշանակում է, որ այո դու փորձում ես արդեն իսկ խոչընդոտներ ստեղծել ընտրություններին մասնակցող հետագա հնարավոր կուսակցությունների եւ դաշինքների համար։ Իսկ այն որ իրենք դիմելու են բոլոր հնարավոր միջոցներին, դա կարծում եմ ենթադրելու տեղիք նույնիսկ չի տալիս, որովհետև կարելի է հաստատ ասել, իրենք արդեն գնում են ձերբակալությունների, կալանավորումների, քրեական գործերի ճանապարհով, այն բանում, հա, պահած տարակի ներքևում փոշոտ բաներում ֆայլերում պահած այո պապկաներում եղած նյութերը հանում են, թարմացնում են, նորացնում են եւ այս process-ը իհարկե իրենք շարունակելու են մինչեւ բուն ընտրությունների փուլը։ Եվս մի հանգամանքի մասին խոսեմ, որ էլի ընտրություններում անհավասար միջավայր ստեղծելու մասին է։ Գիտեք, երբ նախագահի հրամանագիրը եղավ ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ, անմիջապես դրան հաջորդեց հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը, որը հղում էր անում քրեական օրենսգրքի հոդվածին եւ նշում էր, որ ցանկացած բարեգործություն կամ ցանկացած խոստում, որը կապված կլինի տեխնացուի կամ կուսակցության հետ եւ այլն, դա քրեորեն պատժելի արարք է։ Իհարկե, այստեղ խոսքը չի գնում նրա մասին, որ պետք է խրախուսել այդպիսի խոստումները եւ այլն, բայց դրան զուգահեռ, երբ որևէ այլ կուսակցություն զրկված այդպիսի հնարավորություն, ինչը չպետք է օգտագործվի, ելի եմ կրկնում, իշխանությունը օգտագործում է իր բոլոր իշխանական լծակները։ Հիմա օրինակ թոշակառուների
թոշակը, հա, 10,000 դրամով ավելացնելու քայլը։ Ինչ էր։ Ես իհարկե հասկանում եմ, որ այդ 10,000-ներ նույնիսկ շատ քիչ է եւ մեր թոշակառուների թոշակը իհարկե պետք է բարձրացվի։ Ես դրա մասին խոսել եմ եւ ելի շարունակելու եմ խոսել։ Ճիշտ է, 10,000-ը, ինչպես ասում են, վերքին դարման չէ, որովհետեւ շատ այսպես մանր հարցեր է իրենց համար լուծելու եւ այլն, որտեղ նույնիսկ այս պարագայում նվազագույն սպառողական զամբյուղից հեռու է այդ թոշակը։ Այնուամենայնիվ սա արվում է հենց այն պահին, երբ թոշակառուների մոտ առաջին հերթին կա դժգոհություն այս իշխանություններից եւ երկրորդը սա հնարավորություն է տալու բանանել, մուրալ, հա, թոշակառուների ձայնը։ Եթե սա ընտրական կաշառք չէ, ապա ինչ է։ Այդ դեպքում, եթե իսկապես թոշակառուների թոշակը բարձրացնելու եք, սկզբում չհայտարարեիք, այդ 10,000 դրամը թոշակառուները ինչ են անելու, կամ էլ բան, թոշակառուները այն տարիքում են, որ ճիշտ ժամանակն է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ այլն, եթե ոչ թոշակառուները մնացածը թե չէ բան են արել, ձեռնարկատիրական գործունեությամբ միլիոններ են արդեն աշխատում։ 65 տարեկանն ինչ է, հա, էլ չեմ ասում, որ այդ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների գլխին ինչ եք բերում մի հատ էլ այդ բաներին, թոշակառուներին եք ասում զբաղվեք ձեռնարկատիրական գործունեությամբ, այսինքն դու հայտարարում ես դա, դու դեկտեմբերի վերջում, երբ հաստատվում է բյուջեն, ասում ես, որ բյուջեում գումար չկա թոշակառուների թոշակը բարձրացնելու համար, մեկ էլ գալիս է արդեն գրեթե մարտը ու թոշակը բարձրանում է։ 70 միլիոն Այո, այսինքն սա հասկանալի է, որ այդ քրեական օրենսգրքով արգելված արարքը իրենց վրա չի տարածվում, որովհետև սա պետական մակարդակով իրականացվող գործողություն է։ Անցնենք մյուս գործիքին, որը էլի սկսել են կիրառել, Տիկին Վարդանյան, խոսքս Գյումրիի մասին է, մեր ձևով շարժումը, որ այնտեղ արդեն չգիտեմ ինչ նպատակներով այցերի էր գնացել, տեղեկատվական էսպես շատ աղմուկ ծավալվեց էլի, սկանդալի վերածվեց, թեպետ արհեստական սկանդալի բնականաբար, որ Գյումրին անվանել եք գյուղ, այնտեղ անգամ են թեկնածուներից մեկը Մարտունը գրառումներ արեց, մի խոսքով բոլորը անդրադարձան նրան, իսկ ինչ է կատարվում իրականում ըստ ձեզ, արդեն էլի ասեցիք, իշխանությունները Գյումրիում ի սկզբանե ունեն խնդիր, ու այդ խնդիրը այսպես շարունակ փորձում են լուծել տարբեր ձևերով, այսպես զարտուղի ճանապարհներով, հիմա էլ այսպես թե եկեք մեր հայրաքաղաքը դուք ասել եք գյուղ, շատ ծիծաղելի է իհարկե, չէ՞ կարծում, որ նման էմոցիոնալ թեմաներով, ասենք օրակարգ ձևավորելը նպաստում է իշխանության կողմից, ասենց հիմնական խնդիրներից նաև ուշադրություն շեղելուն, եթե ընդդիմությունն էլ շարունակում է կրկնել, որովհետև այնտեղ տեսանք, որ արձագանքներ կային ընդդիմության կողմից, այսպես իրենց ճրաղացին, ջուր լցրեցին, դարձրեցին կոպիտ ասած, մարդկանց լեզվով ասած բոլոլատ ու անունն էլ դրեցին Գյումրիի բոլոլա իրականում, շատ անհեթեթ պատմություն ստացվեց, դուք ինչ կասեք դրա մասին։ Նախ ինձ համար շատ զարմանալի է, որ իբրև տեղեկատվական գյուղ, քաղաք ձևակերպումը կարող է այդպիսի իրականում գյուղեր էին այցելել, հա, այո, ունենալ, եւ ես կարծում եմ, որ եթե ինքը խոսել է Գյումրիի մասին, ապա դա վրիպակ է եղել, բոլորի հետ էլ կարող է պատահել եւ դա դարձնել ինչ որ մի բան դարակազմիկ արտահայտություն, ես կարծում եմ տեղի չէր, բայց այո, մենք տեսանք, որ հենց այդ նույն երեկոյան իշխանական ողջ քարոզչամեքենան լցվեց այդ գործին, թե ոնց կարելի է Գյումրին գյուղ անվանել։ Մի հատ հարցնենք էլի, այդ Գյումրիի համար ինչ եք արել եւ անում։ Հա 8 տարի իշխանության եք, ինչ եք արել եւ այդ Գյումրիի համար կամ անում։ Կամ մի ուրիշ հարց է ինձ հետաքրքրում։ Ընդամենը դրանից մի քանի օր առաջ երկու ադրբեջանցի ռուսական անձնագրերով շրջում էին Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր կոչում էին իրենց իմացած, իրենց ուզած ադրբեջանական անվանումներով։ Օրինակ, չգիտեմ, սպիտակ անվանում էին Համամլու, Երևանը Էրիվան, Գյումրին էլ ինչ որ ձև անվանեցին, անկեղծ ասած չեմ հիշում, չեմ ֆիքսում, բայց էլի Գյումրիին տվեցին իրենց ադրբեջանական անվանումը։ Բայ այդ իշխանականների վայնասունը ուր էր։ Բայ այդ ինչի չէին ասում, այս ինչ է կատարվում, որտեղ եք, սա դա բացահայտ քարոզչություն էր, հա, այս մարդիկ եկել էին արևմտյան Ադրբեջան էին քարոզում։ Եկել ենք մեր պապերի հողերը, հա, հիմա երեզմանները տեսնենք, գտնենք որտեղ են։ Այո, այստեղ հարց է առաջանում, այդ ժամանակ ձեզ համար նորմալ է, հա, երբ որ ադրբեջանցիները գալիս են ձեր հայրենիքում, նկարվում են ադրբեջանական անվանումներով, կոչվում են Գյումրին, հանկարծ մեկը ինչ որ վրիպակ է թույլ տվել, դուք փորձում եք մարդկանց էմոցիաների վրա ազդել, մարդկանց էմոցիաները օգտագործել։
Եվ այստեղ կամ ուրիշ բան, հա, երբ որ նույն Ալիևը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, Սևանը հիշում է որպես գյոյչա եւ իրենց թրիփը Զանգեզուրի միջանցք է անվանում, բայց վայնասունը ուր է։ Այդ ինչու այդ վայնասունը չեն դնում, թե այս դեպքում հասկանալի է, որ անհանգստանում են, որ Ալիևը իրենց արձագանքի վրա կբարկանա, մյուս պարագայում գյումրեցիները երևի թե կտրվեն այդ էմոցիաներին։ Ես կարծում եմ, որ գյումրեցիները շատ սառը դատում են, շատ լավ հասկանում են, իրենք էլ շատ լավ գիտեն, որ ընդամենը մեկ վրիպակով իրենց քաղաքը հաստատ գյուղ չի դառնալու, բայց որpիսի իրենց քաղաքը զարգանա, նաև պետական հոգացություն է պետք։ Դրա մասին պետք է խոսեն, դրա վերաբերյալ պահանջներ պետք է ներկայացնեն։ Ընդ որում, եթե լսեք այս իշխանականներին, կգնան Գյումրիում, ասենք, չգիտեմ, միջև իրենց գալը վերանորոգված փողոցներում կնկարվեն եւ այլն, կասեք, տեսեք, ինչպիսին է այսօր Գյումրին։ Դուք եք այդ Գյումրին այդպես վերանորոգում, հա, ձեր շնորհիվ է, որ գյումրեցիները բանեն հնարավորություն ունեն գոնե վերանորոգված փողոցներում եւ փողոցներում շրջել, կամ արդյոք մինչեւ հիմա արդեն լուծվել է տնակներում ապրող գյումրեցիների հարցը, բա ուր եք 8 տարի։ Հետևաբար, այո, ես կարծում եմ, որ սա իրենց կողմից օգտագործվող մանիպուլյացիա էր եւ իրենք այսպիսի մանիպուլյացիաներ օգտագործելու են եւ ես պարզապես հույս ունեմ, որ մեր հասարակությունը չի տրվի դրան, հա, իրենք ամեն անգամ այսպես մի հատ ինչ որ էմոցիոնալ չգիտեմ, խայծ են գցում, ցավոք սրտի շատերը այդ խայծը վերցնում են, զարգացնում են եւ այլն, եւ այս process-ում շատ ավելի կարեւոր գործընթացներ մարդկանց ուշադրությունից դուրս է մնում։ Մնում է ընդհանրապես կենցաղային մակարդակի վերլուծություններ, կենցաղային մակարդակի քննարկումներ, գյուղա թե քաղաք։ Հա պետք է ասեն, որ իմանանք, որ Գյումրին քաղաք է։ Լավ, իսկ ինչ կասեք այս պարագայում, թեկուս այս տեղեկատվական կրակոցի արձագանքը, որովհետեւ կարծես ընդդիմությունը այդպես խորքային վերլուծության չէր ենթարկել ինչի մասին է, ընդդիմությունը sense մի անգամից sense մի բան լինում է, մի անգամից մարագարակ հապշտապ արձագանքի չկա որևէ խորքային վերլուծություն։ Երբեմն այո, այդպես լինում է, երբեմն այդպես լինում է, այո, ընդդիմության շարքերում են մարդիկ, իրենք էլ ունեն էմոցիաներ եւ հասկանալի է, որ երբեմն տրվում են այդ էմոցիաներին, բայց հատկապես այս նախընտրական փուլում ավելի սառը պետք է լինել, ավելի այսպես ճիշտ վերլուծություններ պետք է անել եւ ավելորդ տեղը այս իշխանության ջրաղացին ջուր լցնել պետք չէ։ Իրականում զգացվում է, դուք էլ չեք զգում, որ հասարակությունը հոգնել է այդ արհեստական սկանդալներից, առհասարակ ու սպասում է բովանդակային քաղաքականության, ոչ թե մենակ այդ էմոցիոնալ պոռթկումների։ Ընդդիմությունը այս պահին գոնե դուք կարող եք ինչ-որ մի հատ մեխանիզմ առաջարկել, որ անգամ հասարակությունը չարձագանքի այդպիսի էմոցիոնալ պոռթկումների։ Բարդ բան եք ասում, գիտեք, որովհետեւ դրա վրա ավելի շատ են խաղում, աշխատում էմոցիաներով, մենք էմոցիաներով ապրող մարդիկ ենք եւ շատ դժվար է հասարակությանը տալ այն բանաձևը, որ չտրվի էմոցիաներին, բայց դրա փոխարեն չլինի, էլի։ Այո, բայց դրա փոխարեն այլ բան կա։ Ամբողջ դաշտը լցնել բովանդակային խոսքով, հասկանում եք, բովանդակային խոսքով, բովանդակային ծրագրերով եւ երբ որ իրականում դաշտը լցված կլինի այդպիսի բովանդակությամբ, արդեն նույնիսկ այդ էմոցիաներին տրվելու ժամանակ չի լինի։ Հետևաբար իսկապես ընդդիմությունը այդ խնդիրը ունի, ես կարծում եմ առաջիկայում շատ ավելի ինտենսիվ այդպիսի բովանդակային քայլեր կտեսնենք, որովհետև ընտրությունները սարերի ետևում չեն, շատ կարճ ժամանակ է մնացել եւ իսկապես մեր հասարակությանը պետք է տալ բովանդակություն։ Մյուս մանիպուլյացիային անցնենք, ունես ուժեղ մրցակից, մի թույլ տուր, որ մասնակցի ընտրություններին, հիմա հերթական հայտարարություններն են հնչել, Արամ Սարգսյանը հայտարարեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է գրանցի Սամվել Կարապետյանի հետ կապված քաղաքական ուժին, հետո այնտեղ Արման Բաբաջանյանն ասեց դիմեց իրավապահներին ու ԱԺ-ին դիմեց պահանջելով արգելել Քոչարյանի մասնակցությունը առաջիկա ընտրություններին։ Ինչից են իրենք վախենում, որովհետև այդ վախի բանը ակնհայտ է իրանց մոտ այդ հապճեպային, խուճապային վիճակը շատ ակնհայտ է, թեպետ էլի էմոցիոնալ ֆոն է, բայց այդ խուճապը կա, ձեզ կա իրավական հիմք որևէ ուժի մասնակցություն արգելելու համար, թե էլի սազուտ քաղաքական ցանկություն է։ Նախ մենք տեսնում ենք, որ այսպիսի հայտարարություններ անում են իշխանության
պրոքսի կուսակցությունները եւ դա հասկանալի է, որ երբեմն էլ իշխանությունները նրանց բերանով ասում են այն, ինչ որ իրենք ուզում են կամ գոնե այսպես բանն շոշափում են, ուզում են հասկանալ ինչպիսին է դրա վերաբերյալ տրամադրությունները։ Գալով իրավական դաշտին, իրավական առումով բավականին սահմանափակ են չգրանցելու համար նախատեսվող հիմքերը եւ եթե մենք նայում ենք այսօր ընտրական օրենսգրքով նախատեսված այդ հիմքերը, դրանցից որևէ մեկը ըստ էության չի կարող տարածվել այսօր արկա կուսակցությունների եւ քաղաքական գործիչների վրա, այնտեղ նույնիսկ նախատեսվում է, որ եթե չգրանցման համար հիմք է լինում, ապա ժամանակ է տրվում այդ հիմքը փոխելու, վերացնելու եւ այլն։ Հիմա մենք սա խոսում ենք իրավական տեսակետից, բայց եկեք չմոռանանք, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընդհանրապես գոյություն չունի սահմանադրականություն, գոյություն չունի իրավունք եւ այլն։ Մենք հակասահմանադրական process-ներում ապրող մարդիկ ենք, հետեւաբար այս աննորմալ իշխանության աննորմալ քայլերը կանխատեսելը էլի աննորմալություն կլինի, հասկանում եք, որովհետև երբ որ ստացվում է դու ուզում ես իրավական տեսակետից վերլուծություններ անել, հիմքեր նշել, հակափաստարկներ բերել, մեկ էլ այս իշխանությունը գալիս է առանց այդ սահմանադրական նորմերի կարգավորմանը նայելու, առանց ընտրական օրենսգրքի կարգավորմանը նայելու, կամ այդպիսի բան քրեական գործերով գոնե տեսել ենք, առանց բավարար ապացույցների քրեական գործերը հարուցում է, ինչն է խանգարում հիմա իրենց, որպեսզի գնան, այո, հակաիրավական եւ հակասահմանադրական ճանապարհով։ Հակազդեցությունը այս դեպքում արդեն պետք է լինի համընդհանուր, չգիտեմ, դժգոհությունը, համընդհանուր պայքարը դրա դեմ, որովհետեւ իրավական ճանապարհներով այնպես չի էլի, որ հեսա չեն գրանցի, կդիմես վարչական դատարան, ինչպես ժամանակին ոմանք դիմեցին վարչական դատարան եւ վարչական դատարանն էլ հեսա հարցը կարգավորելու է, չէ, այդպես չի լինում։ Սա այն ինչ որ իրենք անելու են եթե կանեն, հակաիրավական է լինելու, բայց այդ հակաիրավական գործընթացին իրավական ճանապարհներով գործընթացների դեմ իրավական ճանապարհներով պայքարելու ոչ ժամանակ, ոչ էլ հնարավորություն է լինելու։ Այսինքն, բայց եթե հարց առաջացա մոտս ազգային անվտանգության հղումներ անեն, այսինքն եթե կա սպառնալիք իբրև ազգային անվտանգություն, չգիտեմ ինչ են գտնելու, ինչ որ սողանցքներ գտնեն ամեն դեպքում կարող է դա բավարար հիմք համարվել։ Մեր իրավական կարգավորումներում չկան այդպիսի նախատեսումներ, չկա որևէ սողանցք, մենակ կեղծիքով, բայց ես էլի եմ ասում, ես չեմ բացառում, որ իրենք կգնան հակասահմանադրական ճանապարհով։ Եվ այդ հակասահմանադրական ճանապարհին պետք է լինի իսկապես ուժեղ հակազդեցություն։ Այնպես չէ, էլի որ ընդդիմադիր ուժերը պետք է քաշվեն մի կողմ, տեսնեն մյուս ուժի հետ ինչ է լինում եւ այլն։ Սա այն հարցն է, որ այսօր բնականաբար պետք է միավորվեն բոլորը եւ այդ հակազդեցության այսպես սպառնալիքը տեսնելով իշխանությունները նաև պետք է զերծ մնան այդ քայլերից։ Որտեղ է այդ սահմանը քաղաքական պատասխանատվության, չգիտեմ, քաղաքական հաշվեհարդարի միջև էլի։ Այսինքն չկա, իրենք հատել են բոլոր կարմիր գծերը։ Բոլոր կարմիր գծերը։ Գիտեք, երբ գլխավոր դատախազ գալիս է ազգային ժողովի ամբիոնից եւ սուտ կեղծ ինֆորմացիա է տարածում, հետո այդ սուտ կեղծ ինֆորմացիայի հիման վրա 18 հոգու տանում են, դատում են եւ process-ը շարունակվում է, դրանից հետո որևէ կարմիր գծի մասին խոսք լինել չի կարող։ Ինչ կարմիր գիծ, այդ մարդկանց համար, ովքեր երեկոյան մի բան են ասում, առավոտյան մեկ այլ բան են ասում, հաջորդ օրն ասում են դուք մեզ ճիշտ չէիք հասկացել։ Այս իշխանությունը բոլոր կարմիր գծերը հատել է եւ քաղաքական, եւ ներքին եւ արտաքին, եւ ընդհանրապես մարդկային հարաբերությունների կարմիր գծերն է հատել։ Հետևաբար ակնկալել, որ այս իշխանությունները կաշկանդված կլինեն սահմանադրությամբ եւ օրենքով եւ իրավունքով, կաշկանդված կլինեն, չգիտեմ, միջազգային կառույցների արձագանքով եւ այլն, հատկապես որ տեսնում են, որ միջազգային կառույցները շատ լավ աչքերը փակում են իրենց արածների նկատմամբ, միամտություն է հասկանում եք, իրենցից կաշկանդվածություն ակնկալել հնարավոր չէ։ Եվ հետևաբար այստեղ արդեն իսկապես ուժեղ հակազդեցության մասին պետք է խոսք լինի։ Այդ պարագայում ինչպես ակնկալենք ժողովրդի մասնակցություն, ժողովրդի ակտիվ մասնակցություն, եթե իրականում մեծ մասը այսպես է կարծում, որ դե միևնույնն է իրանք ամեն ինչ անելու են, որպեսզի վերուզածը չընտրվի,
Չենք ուսում, չենք գնում, մեկը իրանց ուզածն է լինելու, միևնույնն է լինելու, այսինքն նույնիսկ ընտրատեղամաս գալ հասցնել այդ ժողովրդին անհնար է դառնում։ Ես հասկանում եմ, որ շատ բարդ է եւ նույնիսկ այսպես հա, երբ որ մենք մեր զրույցի ընթացքում ներկայացնում ենք այս իշխանությունների կողմից արվող եւ արվելիք հնարավոր հակասահմանադրական քայլերը, դա այո, իհարկե կարող է ժողովրդի մոտ անհանգստություն առաջացնել եւ այստեղ ընդդիմադիրների նաեւ միասնական օրակարգը պետք է լինի աշխատել մեր հայրենակիցների հետ, բացատրել իրենց, որ իրենց յուրաքանչյուրի ձայնը որոշիչ է լինելու, այնպես չի, որ այս իշխանությունները այնքան ամենակարող են, որ արդեն իսկ ընտրությունների ելքը երաշխավորել են եւ այլն, իրենք ընտրությունների ելքը իրականում տեսնում են եւ դա է իրենց անհանգստությունը։ Այո, հարցումներով են տեսնում, հանրային ճաք է տվել, ես այդ ճաքը չտեսակ, ես չեմ կարող ասել, անկեղծ ասած, ես այդ ներքին ճաքի բանը չեմ, դրա ասած ասեմ, դրա զարգացումներին սպասելու կողմնակիցը չեմ, ես կարծում եմ, որ հակառակը այս պահին ընդդիմությունը պետք է գնա հանրության հետ աշխատելու ճանապարհով, որովհետև հանրության տրամադրությունները եւ կարծիքը արդեն իսկ տեսանելի են, եւ այս պարագայում նաեւ պետք է հասարակությանը բաժանել, որ բացատրել ներողություն, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնը որոշիչ է եւ այն ձևակերպումները, որ մշտապես կա, հա, ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, դե ես ուր գնամ իմ փոխարեն արդեն ամեն ինչ որոշված է կամ բոլորն էլ նույնն են, ոչ մեկին չեմ ուզում եւ այլն, այս ձևակերպումները իրականում նպաստելու է մեր պետականության համար լրացուցիչ ռիսկեր ստեղծելուն։ Այդպիսի ձևակերպումներով ընտրություններին չմասնակցող քաղաքացիներն են նաև, որ մասնակից են մասնակից են լինելու մեր պետության համար լրացուցիչ ռիսկերի ստեղծմանը։ Իսկ ինչ կասեք, ասցիք ոչ մեկի չեմ ուզում այդ բոլորին դեմ եմ շարժմանը, որը ինչ որ անակնկալներ է ասում, որ հետագայում անակնկալներ է բացահայտելու եւ պատրաստվում է դառնալ քաղաքական ուժ։ Տեսնենք զարգացումները, իհարկե ուտոպիստական չի հնչում նրանց բոլոր հայտարարությունները։ Դա է ուզում ասել, որ իհարկե այս պահին իրենց հայտարարությունները այսպես ոչ միայն ուտոպիստական են եւ շատ հաճախ նաեւ հնարավորություն չեն տալիս սովորական մարդուն ճիշտ կողմնորոշվել եւ ավելի շատ խճճում են, բայց ամեն դեպքում տեսնենք ինչպիսի զարգացումներ կլինեն, սա կարծես թե նոր շարժում է, որը նոր ուժ է փորձում դառնալ եւ տեսնենք ինչպես է դիրքավորվում։ Լավ, մի թեմայի շուրջ էլ խոսենք, երևի դրանով եզրափակենք այդ Ախուրյանցի տնային տնտեսուհու կալանքի մասին, իրականում էլի ձեր հարթության մեջ է իրավական, այսպես կարծես տնային տնտեսուհի ընդդեմ իշխանության sense մի հատ տարօրինակ էլի մեմ է ստեղծվել, որովհետև 55-ամյա կնոջը մեկ ամսով կալանավորեց Facebook-յան ինչ որ անհայտ էջից, որը նրանք ասել են, որ չգիտեմ fake էջ է բացվել, չգիտեմ ինչ արել, ընդ որում կինն է դիմել ոստիկանություն, որ իմ անունով կեղծ էջ է բացված, այսպեսի անհիմն բաներ է գրված, երկրորդ անգամ գնացել է նրանց կալանավորել են, սա ինչի մասին է խոսում, առհասարակ ինչ հստակ չափանիշներով է որոշում, թե Facebook-յան գրառումը կեղծիք է, թե բռնության կոչ է, մանավանդ այն պարագայում, երբ տեսնում ենք մեր հոգևոր հայրերին հետ ինչեր կատարվեցին դատական process-ների ընթացքում ու ինչ կեղծիքներ էր արել հենց իշխանական թևը։ Գիտեք, սա վախացնելու ինչ որ մեթոդ է, թե ես սրա մասին արդեն տարիներով խոսում եմ անկեղծ ասած եւ երևի թե շատ մտքեր ստիպված կկրկնեմ, սա իշխանությունների կողմից ռեպրեսիվ մեխանիզմի բաներից մեկն է, գործիքներից մեկն է հանդիսանում ճնշել եւ ազդել ազատ խոսքի վրա եւ երբ արդեն հանրային մարդկանց նկատմամբ տարբեր քրեական գործերով նախադեպը ստեղծվում է, այնուհետև հաջորդ քայլը լինում է հանրությանը եւ սովորական մարդկանց։ Ինչու եմ ասում, ես սրա մասին տարիներով խոսում եմ, ես արդեն մի քանի տարի է մարդկանց զգուշացնում եմ, որ ձեր լռությունը բերելու է նրան, որ վաղը դուք եք հանդիսանալու այդ նույն process-ների զոհը եւ այս պարագայում լռել պարզապես չի կարելի։ Լռել չի կարելի, երբ հաղորդում վարող մեր գործընկերներին Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին իրավական
իրենց գնահատման վիրավորական արտահայտության համար խուլիգանության հոդված են բանանում, կպցնում բառից բուն իմաստով։ Լռել չի կարելի, երբ Միքայել arczepiskopos-ի արտահայտությունը, որը որ իր կարծիքի արտահայտումն էր եւ այնտեղ կոչի տարեր չկան, կոչի տակ այսպես փաթեթավորվում է եւ մարդուն ամիսներով պահում են կալանքի տակ։ Եվ գիտեք, երբ որ այսպիսի process-ներ ես կարող եմ շատ երկար շարունակել, հա, այսպիսի ազատ խոսքի ճնշման քրեական գործերի մասին ցանկը կարող եմ շարունակել, բայց երբ արդեն դու տեսնում ես, որ այդ ամեն ինչը կատարվում է եւ այդ ընթացքում քո անհամաձայնությունը չես բարձրացնում, հաջորդ օրը դա թակում է քո դուռը։ Այս պարագայում իհարկե այդ կնոջ նկատմամբ իրականացվածը անօրինականություն է, ես վստահ եմ, որ նույնիսկ դատարանը հետագայում որևէ բան չի գտնելու, որպեսզի այդ բան, բայց ստացվում է, որ այո, մարդ խաղում են մարդկանց ճակատագրի հետ, խաղում են մարդկանց կյանքի հետ, այսօր դատարանները աչ ու ձախ կալանք են տալիս, այսօր դատարանի համար կալանքը դարձել է սովորական, այսպես կենցաղային երևույթ, դա իրենց կենցաղն է դարձել, շատ հաճախ այո, կալանքը տալիս են, հետո սկսում են մտածել, ինչի կալանքը տվեցին, ի վերջո այս մարդը ինչ էր արել եւ այլն, կամ էլ հանկարծ այսպես մտերիմների բանում միջավայրում ասում են դե ինչ անեմ, դե ուրիշ տարբերակ չունեի, չգիտեմ ինչ եւ այլն, այստեղ այս ամեն ինչը իհարկե իշխանություններն անում են մթնոլորտ ստեղծելու համար, վախի մթնոլորտ ստեղծելու համար, որպեսզի մարդիկ ոչ միայն ազատ արտահայտվելու հարցում մտածեն, այսինքն ամեն բառից առաջ մտածեն, թե արդյոք կարելի է այդպիսի արտահայտություն անել, թե ոչ, այլ նաեւ այդ մթնոլորտը բերեն հասցնեն նաեւ ընտրական process-ներին։ Ինչ վերաբերում է դատավորներին, որոնց մասին խոսեցի, որ իրենք ապօրինի կալանքներ են տալիս, ապա օգտվելով այս հնարավորությունից եւս մեկ անգամ ուզում եմ եւ այդ դատավորներին, եւ քննիչներին եւ դատախազներին, որոնք ապօրինի գործեր են հարուցում, նաեւ այս կնոջ նկատմամբ այդ գործի շրջանակներում վերջ պատասխան են տալու։ Իրենք պետք է իմանան, որ իրենց ապօրինի գործողությունների համար ենթարկվելու են պատասխանատվության։ Որևէ մեկը չմտածի, որ իշխանությունը փոխվելու է եւ իրենք սկսելու են ծառայել նոր իշխանությանը։ Ոչ, իրենք նոր իշխանության առջև պատասխան են տալու իրենց արած բոլոր ապօրինությունների եւ հակաօրինականությունների համար։ Ասում եք ժողովուրդը վախում է, բայց այսպես տենց խմորումներ եմ նկատում, որ կարծես իշխանությունն էլ արդեն սեփական ժողովրդից ինչ որ վախի նոտաներ ունի, էլի վախ կա ամեն դեպքում, որ էլի ժողովուրդը կարթնանա։ Գիտեք, դա շատ բնական է, որովհետեւ տարբեր երկրներ եւ տարբեր երկրների պատմությունը եւ տարբեր ժամանակաշրջանները հենց գալիս են ապացուցելու դա։ Երբ որ դու ռեպրեսիվ մեխանիզմ օգտագործում ես եւ այդ ճնշումները գնալով ավելի ուժեղացնում ես, հակազդեցությունը շատ ավելի ուժեղ է լինում, որովհետեւ այսպես ժողովուրդը հանրությունը լռում է եւ հետո մի պահի ինչ որ մի առիթով այդ լռությունը պայթում է եւ դա շատ ավելի վտանգավոր է լինում այդ իշխանությունների համար, ովքեր ռեպրեսիա են կիրառել, քան իրենք կարող էին պատկերացնել։ Եվ ես կարծում եմ, մեր իշխանությունը այս պահին սկսել է դա գիտակցել։ Իրենք սկսել են հասկանալ, որ երբ որ պայթեց արդեն այդ անհամաձայնությունը, դա իրենց վրա շատ ծանր է նստելու։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։